շնորհավորենք բոլորիս Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության Դիլիջանի տարածքային գրասենյակը բացելու կապակցությամբ առաջիկայում մենք հրապարակելու ենք քաղաքական նախաձեռնության գլխավոր ծրագիրը, մեր դռները բաց են լինելու եւ մենք անպայման ամեն ինչ անելու ենք, որ իսկապես շահենք մեր ժողովրդի վստահությունը, որ նրանք իսկապես տեսնեն, որ մենք տրամադրված ենք ազնիվ, անկեղծ, վստահաբար տեր ենք կանգնելու մեր ժողովրդի վստահությանը եւ ամեն ինչ անելու ենք եւ դա մեր ներքին մղումն է, որ մեր քաղաքացիներից որևէ մեկը վատ չզգա, հանգարց չամաչի գլուխը չկախի, ինչպես ասում են, որ մեզ հետ է եղել, մեզ ձայն է տվել։ Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ, ինձ համար շատ հարազատ վայրում, շատ հարազատ դեմքեր կան, Սյունիքից ենք սկսել, եկել ենք Տավուշ, հիմա գնում ենք Գեղարքունիք։ Ինչպես ասեց պարոն Թաթոյանը, մենք մոտ օրերս կհրապարակենք մեր ծրագրային հիմնական դրույթները, որոնք որ մեր ռազմավարական փաստաթղթերի մեր ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունների հայեցակարգերի ըստ էության ամփոփված մի տարբերակն է, որը որ մենք ներկայացնելու ենք հանրությանը։ Այստեղ մենք պատրաստվում ենք հյուրընկալել յուրաքանչյուր քաղաքացու, կիսել նրա մտահոգությունները ու միասին գտնել լուծումներ։ Ու միավորվելով վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ անկախ դրա դժվարությունից եւ հասնել մեր նպատակին։ Իսկ մեր նպատակը մեկն է՝ ունենալ ուժեղ երկիր։ Դիլիջանը մեր համար խորհրդանշական է ոչ միայն որպես մեր երկրի մի մաս, այլ նաեւ մի վայր, որտեղ սրանից 10 դար առաջ գրվեց Մխիթար Գոշի կողմից իրավունքի եւ պետության մասին մի օրենսգիրք, շատ դժվար պայմաններում, անկախ պետության մի տեսլականի մասին, իրավական պետության տեսլականի մասին, մենք պետք է պահենք մեր անկախ պետականությունը եւ ստեղծենք այն իրավական պետությունը, որի մասին երազում էին այստեղ 10 դար առաջ։